Ադրբեջանում բազմաթիվ պատմական հուշարձաններ, կոթողներ, անգամ մուսուլմանական սրբավայրեր ու մզկիթներ այսօր վերածվել են աղբանոցների կամ անասնագոմերի։ Օրինակ Սեֆյանների ժամանակաշրջանին պատկանող Շահ Սուլթան Հուսեյնի մզկիթը վերածված է աղբավայրի, ինչը կոշտ արձագանքի է արժանացել իրանական մամուլում։ Բաքվի Սաբունչուի շրջանում գտնվող 17-ից 18-րդ դարերով թվագրվող հայտնի Ավազի համամը ամբողջությամբ վերածված է աղբանոցի։ Նույնպիսի անմխիթար վիճակում է գտնվում Սումգայիթի պատմական Հաջը Մաջիդ համամը։ Հնագույն մեկ այլ հուշարձանի տարածք աղբավայրի է վերածվել Աղսու քաղաքում։ Պատմամշակութային հուշարձանների ոչնչացումից բացի Ադրբեջանում վանդալիզմի են ենթարկվում նաև սրբավայրեր ու ուխտատեղիներ, ինչպես օրինակ Յալամայի ուխտատեղին, Խանոբայի եւ Մոլլա Ահմադի սրբավայրերը։ Այսպիսով ադրբեջանական կողմը հայկական կողմին մեղադրում է Արցախում մուսուլմանական հուշարձանները իբր թե վանդալիզմի ենթարկելու մեջ, ոչնչացնելով իր իսկ տարածքում գտնվող մշակութային արժեքները։ Այս ամենի մասին փաստում են հենց իրենք ադրբեջանցիները սոցցանցերի էջերում կատարելով նմանատիպ գրառումներ։ Վանդալիզմ Ադրբեջանում հայերին մեղադրել պետք չէ, քանի որ ինքներս ենք ոչնչացնում մեր պատմական հուշարձանները։